Ավելի համոզվում են, որ զրկելու են, բայց մեր այստեղ լինելը այս ներկայացուցչական կազմով հաստատում է մի բան, որ մենք մեր արած չարածների համար վախենալու բան չունենք, ներկայանում ենք պատշաճ կարգով, պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին, պատրաստ ենք հարցեր տալ հասկանալու համար ինչ է կատարվում, հավելեմ իմ գործընկերոջը խոսքը վերաբերվում է անխտիր, ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդին։ 3 միլիոն են, վերաբերում է 3 միլիոնին։ Մային սահմանափակում չպետք է լինի։ Խոսքի սահմանափակում չպետք է։ Պատկերացնում եք, այսինքն մեր մեղավոր նաև իհարկե, եթե կարիք լինի, բնականաբար, որովհետև նորից կրկնում եմ, սա ինչ որ չափով դատական նիստ է։ Այստեղ լսված դի, հիմա պատկերացեք իրավիճակ, որ 5 փաստաբանով ներկայանում է ինչ-որ մեկը եւ թույլ չեն տալիս փաստաբաններին, որպեսզի խոսեն։ Կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ, այսինքն այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն, ես ընդամենը ոչ խելոքը սա էր։ Ես ընդամենը, չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բառախաղի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավապահմանները մտնեն, խելոք նկատի ունեմ, ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրացնելու նստել են տեղ։ Սամվել Կարապետյանը 21-ի ընտրություններից հետո ես նշել եմ կառավարության շենք եւ Սերժ Փաշինյանը շնորհավորել է նրան։ Դրանից հետո եւս հանդիպում է եղել։ Այս ընթացքում ինչ է եկեղեցու վրա արշավը եւ դրա մասին, աջակցության մասին հայտարարությունները։ Եղել են ակնարկներ, բարեկամաբար, գուցե կառավարության շենքում ուղի խոսք, կամ հասկացրել են ձեզ, որ խմբելու է հեծը կամ խմբին են, դուք պարտավոր եք դրան լուծել։ Ես խոսքը ուղղում եմ բաղիքից առանձին հասկացնելու Հարցը շատ ծավալուն է, կարճ փորձեմ պատասխանեմ, նիստից հետո հաճույքով պատասխանեմ բոլոր հարցերին։ 4 ամիս, մի քիչ անգամ ավել, ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ է, ինչի համար, եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Այդ դուք ասեցիք, որ այդ դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ որ խոսելով չի, թող ասեն հունիսի 16-ին ձեզնից մեկին ասել ենք խլելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17-ի կամ 18-ի Ես իմ կարծիքն եմ հայտնել բարոյական առումով Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերի եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերի։ Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Ոչ մի նորմալ ներողություն եմ խնդրում, ոչ մի նորմալ ընկերության բարի համբավ ունեցող այդպիսի բարոյական կոդեքս էլ կա, չէ՞, որ ոչ մի արտասահմանյան այսպիսի գումարներ ունեցող, ակտիվներ ունեցող չի կարող, չի վճարի այդքան խրված ապրանքի համար, խնդիրը սա է։ Իսկ ինչու ոչ, Ոչ, չկա ազգայնացում հասկացությունը, դա կրկնում եմ, իշխանությունների այսպես չքաղաքականացնենք նիստերի դալիճում ենք հետո պատասխանել